Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսեց շարունակում ենք քննարկել Բհագավադ Գիտան եւ այս պահին ուսումնասիրում ենք դրա 4-րդ գլուխը, որտեղ խոսակցությունը գնում է տրանսցենդենտալ կամ հոգեվոր գիտելիքի մասին։ Ես կարդամ տեքստը եւ մենք շարունակենք մեր քննարկումը։ Մեր հերթական տեքստն է 4-րդ գլխի 37-րդ տեքստը։ Ու Արգյունա, ինչպես խարույկի վառ կրակը փայտերը վերածում է մոխրի, այդպես էլ գիտելիքի կրակը ամբողջությամբ այրում է նյութական գործունեության բոլոր հետևանքները։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, ամեն մի հոգևոր ճանապարհ ինքը ունի իր մեթոդը ընդհանրապես տալ որևիցե մի հոգևոր արդյունք, որը ինքը սովորաբար խոսք է տալիս։ Մենք տեսնում ենք, որ մեծամասամբ կրոնական տեսությունները իրենք ուրեմն խոսում են նրա մասին, որ ամենակարևորը դա բարոյականության օրենքներին հետևելն է, եւ եթե մասնավորությունը ինքը հետևում է բարոյականության օրենքներին, ինքը արժանանում է դրախտային երանության։ Իրականում, այո, արիացիները նույնպես ասում էին, որ բարոյականության օրենքները իրենք մարդուն հոգուն ապահովում են ուրեմն դրախտային կյանք։ Մի փոքր միայն շտկումով, որ արիացիները չէին համարում, որ դրախտային մոլորակները դրանք հոգևոր աշխարհն են։ Նրանք համարում էին, որ դրախտային մոլորակները դրանք նյութական աշխարհի, այսպես կոչված, բարձր մոլորակների համակարգերն են։ Այսինքն, նյութական բարոյականությունը, այսինքն սովորաբար հрамծվում է այդպիսի գաղափար, որ նյութական բարոյականությունը կարող է բերել հոգևոր արդյունք։ Արիացիները այդ պնդման հետ սկզբունքորեն համաձայն չեն։ Նրանք խոսում են նրա մասին, որ նյութական աշխարհի համար նախատեսված որևիցե սկզբունք չի կարող լինել հոգևոր աշխարհի հիմքը։ Եվ բարոյականությունը չի, որ կենդանիակին վերադարձնում է հոգևոր աշխարհ։ Այո, բարոյականությունը, ինչպես ես արդեն ասեցի, տալիս է ուրեմն դրախտային մոլորակներում ապրելու հնարավորություն, պաշտպանում է նյութական աշխարհի տառապանքներից, եւ օգնում է կենդանիակներին, ինչքան որ դա հնարավոր է նյութական աշխարհում, լինել ուրեմն երջանիկ։ Այսինքն բարոյականությունը դա իհարկե հոգևոր կյանքի համար ուրեմն անհրաժեշտ մակարդակ է, բայց ոչ բավարար։ Դա ընդամենը առաջի քայլն է, երբ որ ինչ խնդիր է այդտեղ հիմնականում լուծվում։ Երբ որ կենդանիակը ինքը գտնվում է տգիտության կամ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, նրա կապվածությունները եւ ատելությունները գտնվում են անարդարության դաշտում։ Այսինքն կենդանիակը ինքը տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, ինքը գովաբանում է, ինքը արդարացնում է բոլոր այն կենդանիակներին, ում ինքը կապված է, եւ կարող է մեղադրել բոլոր այն կենդանիակներին, որոնց ինքը ատում է։ Եվ այդտեղ ընդհանրապես ոչ մի կապ չունի, թե օբյեկտիվորեն ով ինչ արարք է կատարել։ Երբ որ մենք խոսում ենք բարոյականության օրենքների մասին, մենք արդեն խոսում ենք առաքինության գոյավիճակի մասին։ Եվ սա այն առաջիկ հոգեբանական քայլն է, որը կենդանիակը ինքը պետք է կատարի իր հոգևոր կյանքում։ Այսինքն ինքը, եթե մի նախադասությամբ ասենք, պետք է արդարության դաշտ բերի։ Կենդանիակը ինքը պետք է արդարության դաշտ բերի իր կապվածությունները եւ ատելությունները։ Այսինքն կապված լինի նրանց, ովքեր որ արժանի են կապվածության, եւ կարող է իրան ատելություն թույլ տալ նրանց հանդեպ, ովքեր որ արժանի են ատելության։ Եվ այս արդարությունը
ինքը թույլ է տալիս, որպեսզի կենդանիակը ինքը այնպիսի գործողություններ կատարի, որոնց հետևանքով ինքը հետագայում ստիպված չի լինում կրել այդ գործողությունների հետևանքները։ Հետագայում մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք առաջ են գնում եւ ասում են, որ նյութական աշխարհից ազատագրվելու համար երկրորդ քայլով կենդանիակը պետք է ազատվի բոլոր տեսակի կապվածություններից նյութական բնության եւ նրանում ապրող կենդանի էակների հանդեպ։ Եվ երբ որ այդ կապվածության բացակայության մեջ հաստատվում է անձնավորությունը, ինքը ռեալ ստանում է ազատագրում։ Դա մի վիճակ է, որտեղ նյութական աշխարհի գոյավիճակները այլևս կենդանիակի վրա չեն ազդում, այսինքն ինքը չունի ճակատագիր։ Եվ ուրեմն այդտեղից, այդ կետից սկսված, շարունակելով մինչև գերհոգու իրականացումը եւ Գերագույն Աստծո անձնավորության հետ հարաբերությունների վերականգնումը, արդեն հոգևոր կյանքը ինքը տալիս է նաև հոգևոր արդյունքներ եւ այդ հոգևոր արդյունքները մենք պետք է հասկանանք, թե ինչի հաշվին է դա տեղի ունենում։ Ուրեմն տեսեք, եթե մենք խոսում ենք այն տեսանկյունից, որ սովորաբար կրոնական տեսությունները իրենք նյութական բարոյականություն են համարում աստիճան, որպես հասնել ինչ-որ հոգևոր արդյունքների, իսկ արիացիները այդ գաղափարը իրանք չեն ընդունում, նրանք հաջորդ քայլը, որը իրենք անում են գաղափարախոսության տեսանկյունից, դա արդեն մի տիրույթ է, որտեղ ոչ մեկ չի մտնում։ Այդտեղ մտնում են միայն բուդդիստները, հա, բայց Բուդդան ինքը նույնպես արիական քաղաքակրթության պտուղ է, որովհետև ինքը նույնպես ծնվել է այդտեղ, որտեղ այդ գաղափարախոսությունը ինքը պահպանված էր, այսինքն Հնդկաստանում։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ ուրեմն սա նշանակում է, որ թե ինչպես վերադառնալ հոգևոր աշխարհ, իրականում այդ գիտելիքը ոչ մեկ այլևս չի տիրապետում։ Եվ մենք կարողանում ենք տեսնել, որ մեծամասամբ հոգևոր տեսությունները իրենք մի տեսակ ոնց որ արգելք են դրել հոգևոր իրականությունը քննարկելու, Գերագույն Աստծո անձնավորության անձնական կյանքը քննարկելու եւ այլի վերաբերյալ, ինչու՞, որովհետեւ մենք բարձ տեսնում ենք, թող բոլորը ինձ դերեն, բարձ է, որ ոչ մի անձնական բան չունեմ, հա, փաստ է ուղղակի, որ այդ սուր գրվածքները իրանք իրաց մեջ չեն պարունակում հոգևոր աշխարհի նկարագրություն կամ առավել եւս Գերագույն Աստծո անձնավորության նկարագրություն եւ այլն եւ այլն։ Եթե նույնիսկ խոսեցվում է Աստծո մասին, ապա խոսեցվում է միայն նրա հզորության ասպեկտի մասին եւ նրա արարչի դիրքի մասին։ Մենք ձեզ հետ արդեն տարանջատել ենք, որ արիացիները իրենք դա համարում են Գերագույն Աստծո անձնավորության հոգեբանական տեսանկյունից ամենավերջի մարմնավորումը, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ արարչի մարմնավորումը տալիս է, որպեսզի կարողանա 24 ժամը 7-ի վրա, կոպիտ ասած, զբաղված լինի նյութական աշխարհում ապրող կենդանիակների խնդիրներով։ Բայց ինքը նախասկզբնական Գերագույն Աստծո անձնավորությունը վայելում է իր գոյությունը հոգևոր աշխարհում։ Սա մենք մշտական կրկնում ենք։ Հիմա, եւ որովհետեւ, հա, այս թեմայի մասին խոսում են միայն արիացիները, հետեւաբար եւ միայն իրանք է, որ առաջարկում են ինչ-որ մեթոդ, որի միջոցով կարելի է այդ նպատակին հասնել։ Մենք տեսնում ենք, որ սովորաբար կրոնականությունների մեջ առաջարկվում է կենդանիակին մշտական լինել այդ ռասկայինը, զղջանք, հա, զղջանքը դա ռասկային է, մի րոպե 1000 անգամ կներեք, հա։
ապաշխարում, հա։ Մշտական պետք է գտնվել այդ ապաշխարանքի դաշտում, չէ, եւ այո, կան կրոնական շարժումներ, որտեղ այդ ապաշխարանքի process-ը ինքը արվում է բավականին դաժան, այսինքն մարդիկ իրենք վերցնում են այսպես երկաթի շղթաներ, բերկանում եւ ծեծում են իրանք իրենց այնքան միջև որ արյուն չբերեն, որպեսզի ստանան մեղքերի թողություն, չէ։ Ну, բայց դրա հետ մեկտեղ խոսեցվում է նրա մասին, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սեր է։ Մենք կարողանում ենք տեսնել, որ հոգեբանության տեսանկյունից, չէ, մենք կարող ենք այսպես հաստատակամ նկատել, որ երբ որ անձնավորությունը ինքը այդպիսի դաժան Աստծո է ստանում, որը որ իրանից այդպիսի բաներ է պահանջում, որպեսզի իր մեղքերը ուրեմն ների, հա, ինքը երբ որ շուռ է գալիս դեպի կենդանի ակները, նյութական աշխարհում ապրող, ինքը նույնպես անում է դա շատ դաժան ձևերով։ Եվ մենք տեսնում ենք, որ հավաքվում է այդպիսի հասարակություն, որտեղ հանգիստ մարդիկ թույլ են տալիս մտրակել, չգիտեմ, ձեռք ոտք կտրել, դաժան ինչ-որ քայլեր կատարել, հա, պատիժները լինեն ահավոր դաժան, եւ այդ դաժանության հաշվին մարդկանց պահել օրինապաշտության եւ բարոյականության դաշտում։ Կարող ենք ասել, որ այո, ինչ-որ իմաստով դա արդյունավետ է, որովհետև իհարկե կենդանեակը միշտ վախենում է բռնությունից եւ ասիկն մարմնական տառապանքներից եւ շատ դեպքերում շատ հանցանքներ կան, որ ինքը կարող էր կրքերի ազդեցության տակ այդ հարցանքը կատարել, բայց երբ որ այդ վախը ունի իր մեջ, որ դրա համար դաժան պատժվելու եմ ֆիզիկապես, ուրեմն, ոնց որ ասում ենք, 10 անգամ կչափի, հետո նոր մի անգամ կգնա հանցագործություն գործելու։ Այդ իմաստով դա արդյունավետ է, բայց այդպիսի պահվածքը եւ այդպիսի մտածելակերպը, այդպիսի ներքին աշխարհը ինքը չի կարող անձնավորությունը տանել դեպի հոգեվոր աշխարհ։ Ինչու՞, որովհետեւ հոգեվոր աշխարհը ինքը հենված է սիրո վրա։ Եվ հոգեվոր աշխարհ վերադառնում են միայն նրանք, ովքեր որ ուրեմն կարողանում են վերականգնել իրենց մաքուր սիրո պոտենցիալ։ Տեսեք, այդ իմաստով, չէ, արիացիները իրենք որպես հոգևոր կյանքի առաջին քայլեր, հա, խոսում են նրա մասին, որ ես դա սովորաբար կոչում եմ հիմնային որակներ, առանց որի ուղղակի արիացի գաղափար գոյություն չունի։ Այսինքն ցանկացած արիացի ուզում է ինքը լիներ սովորական քաղաքացի, թե արքա, թե ամենաբարձր մակարդակի սուրբ, ինքը այս 5 որակները իրանց մեջ այսպես ուղղակի բանելի ինքնըստինքյան պետք է արտահայտված լինեին։ Դրանք են խոնարհությունը, համեստությունը, բռնությունից ազատ վիճակը, հա, ուրեմն համբերությունը եւ պարզությունը։ Եվ ուրեմն առանց այս 5 որակների, արիացիները իրենք համարում էին, որ առանց այս 5 որակների հոգևոր մարդ ուղղակի չի լինում։ Եվ իհարկե, ինձ կարելի է հակաճառել։ Կարելի է ասել, եթե առանց բռնության չի լինում, բայց մենք երբ որ ուսումնասիրում ենք արիացիների պատմությունը, մենք տեսնում ենք, որ նրանք պատերազմներ են վարել, որ այդտեղ խոսակցություն է գնում նրա մասին, որ իրանք հողեր են զավթել եւ այլն, չէ՞։ Բայց ես այդտեղ հակաճառում եմ մի ուրիշ ուրեմն հարցով, որ այո, իհարկե, իրանք պատերազմներ վարել են։ Բայց այստեղ կարևոր է, թե իրանք ինչ են արել, երբ որ եկել են այդտեղ։ Երբ որ այդ երկիրը զավթել են, իրանք ինչ են արել։ Եվ ինչու համար են գնացել զավթելու։ Այսինքն իրենք իրանց հերթին կառուցել են առաքինի բարգավաճ, պաշտպանված, այսինքն հզոր եւ երջանիկ հասարակություն։ Հիմա, եթե դրանք առաքինի անձնավորություններ են, հասկանում եք, մենք սխալ եզրակացությունների ենք գալի, որովհետեւ մենք ոչ մի կերպ չենք ուզում հասկանալ, որ արիացիները իրենք ուրիշ որակի մարդիկ են եղել։ Ուրիշ, իրանց հիմքը եղել է առաքինությունը,
Եվ այն պատճառները, որոնք մեր ժամանակի տղամարդկանց են դրդում, որպեսզի իրանք հրահրեն այդ զավթողական պատերազմները, չէ, արիացիները այդ նույն բաները, դրդապատճառները չեն ունեցել, որովհետև իրանք եղել են առաքինի անձնավորություններ։ Այսինքն իրանք երբ որ ինչ-որ մի պետություն զավթել են, իրանք այդտեղ հիմնել են օրենքներ, որոնք երջանիկ են դարձնում այդ պետությունում ապրող կենդանի էակներին։ Հա, տեսեք, այսինքն իրանք ոչ թե վնաս են տվել, ոչ թե կողոպտել են, կանանց բռնաբարել, երեխաներին մորթել, չգիտեմ, խորոված սարքել, եսի ինչ, այդպիսի բաներ արիացիները երբեք չեն արել։ Նկարագրվում է միայն մի դեպք Ռամայանայում, որտեղ արիացիները իրանք այդ Տերրաման ինքը ավիրել է, ուրեմն Լանկան, չէ, այսինքն Ռավանայի երկիրը, որը դեմոնների երկիր էր եւ շատ բարգավաճ երկիր էր։ Դա ինչ-որ հազվագյուտ երևույթ է, երբ որ իրանք, ասենք, այդպես բան են անում, էլի, պատերազմական գործողություններով մտնում էին քաղաք։ Հասկանում եք, այնտեղ պատմությունը շատ մեծ է, որովհետեւ ես հիմա դրա բաները բացատրեմ, պրոստը ուզում եմ, որ դուք հասկանաք, որ ջայլամի քաղաքականություն չենք վարում։ Եվ այնտեղ որտեղ վարվել է, այնտեղ արվել է, այնտեղ որտեղ չի արվել, ուրեմն չի արվել։ Եվ մենք երկուսն էլ պիտի կարողանանք հասկանանք, ինչ է եղել այստեղ, երբ որ վարվել է, ինչ չի եղել այնտեղ, երբ որ չի վարվել։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, ուրեմն այ արիացիները իրանք իրենց գաղափարախոսության մեջ, չէ, իրենք խոսում են նրա մասին, որ այ կա մի հատ էտապ, որից հետո ինքը կարելի է ստանալ ռեալ հոգևոր արդյունքներ, որտեղ նյութական աշխարհի ազդեցությունից ազատագրման մասին խոսում են միայն արիացիները։ Հա, գերհոգուն սրտի մեջ տեսնելու մասին խոսում են միայն արիացիները։ Չգիտեմ, գերագույն Աստծո անձնավորության հետ հանդիպելու մասին խոսում են միայն արիացիները։ Հասկանում եք, այսինքն, երբ որ իրանք ինչ-որ մի բան են ասում, իրանք ունեին այդ պրակտիկան, հա, եւ դրա համար մենք պետք է ուշադիր լսենք, թե իրանք այդպիսի ֆանտաստիկ արդյունքների ինչի հաշվին էին հասնում։ Այսքանը խոսեցի, որպեսզի նոր վերադառնամ, ուրեմն գիտելիքի թեմային։ Ինչու՞, որովհետև իրականում տեսեք, ասենք էլի, գլխավոր թեման սա է խոսակցության, որ սովորաբար մարդը ինքը չի կարողանում պատկերացնի, որ նյութական աշխարհից ազատագրվելու ընթացքը կարող է լինել այդքան պարզ, կարող է լինել այդքան հեշտ։ Որովհետև ինչ ասեց գերագույն Աստծո ազնվորությունը։ Ինքը ասեց, այդպիսի գաղափար առաջ քաշեց, որ կենդանի էակների տառապանքի հիմքը դա ուրեմն նրանց էգոիզմն է, չէ՞։ Հիմա իսկ այդ էգոիզմը կամ տրփանքը, այսինքն էգոցենտրիկ ցանկությունները, հա, այդ էգոիզմը կարելի է հաղթահարել միայն եւ միայն ուրեմն գիտելիքով։ Մենք պետք է հասկանանք, որ երբ որ ինչ-որ մի բանը առաջարկվում է որպես այս ծայրից, ուրեմն խնդրի լուծման մեթոդ, հա, դա նշանակում է, որ այդ նույն բանի հակառակը պատճառ է դարձել, որ կենդանիակը ինքը հայտնվել է այդ սիտուացիայում։ Եվ երբ որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է, որ կենդանի էակի խնդիրը կայանում է, որ ինքը կարող է հաղթել, այսինքն որ իր խնդիրը դա էգոիզմն է, ինչու, որովհետև էգոիզմի հիմքի վրա է, որ կենդանիակը ինքը տառապանքներ է պատճառում ուրիշ կենդանիակներին։ Այսինքն, ինչ է նշանակում էգոիզմ։ Դա նշանակում է ես կարևորում եմ իմ երջանկությունը եւ ուրիշ ոչ մեկինը։ Համաձայն եք։ Ուրեմն, եթե ես կարևորում եմ միայն իմ երջանկությունը, ես արդեն կարողանում եմ ուրիշ կենդանիակներին վերաբերվել կամ որպես թշնամի, եթե իրանք խոչընդոտում են իմ երջանկությանը, հա, կամ որպես մրցակիցներ, եթե իրանք այսպես ինչ-որ կոպիտ ձևերով չեն փորձում խոչընդոտել, հա, բայց միևնույն է, ասենք, ինչ-որ հանգամանքներ կան, որոնց հետ ես ստիպված պիտի հաշվի նստեմ եւ դրա համար պիտի մրցակցեմ նրանց հետ։
չէ՞։ Եվ հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է, որ այ կա ընդամենը մի մեթոդ, որը կարող է կենդանի էակին պոկել ուրեմն արատավոր գործողություններ կամ դաժան գործողություններ գործելու այդ պատրաստակամությունից։ Եվ մեթոդը ինքը պարզվում է այդքան պարզ։ Ինքը ասեց, ընդամենը պետք է ուսումնասիրել իմ մասին գիտելիքը։ Պետք է ուսումնասիրել ես ինչպես եմ գալիս այս աշխարհ, ինչու համար եմ գալիս այս աշխարհ, ինչ եմ անում այս աշխարհում եւ ինչպես եմ հեռանում այս աշխարհից։ Այսինքն, երբ որ արիացիները խոսում են կենդանի էակի այդ արատավոր բնություն դրսևորելու ունակության մասին, իրենք ասում են փաստացի, որ բոլոր խնդիրները առաջացել են տգիտությունից։ Դա տգիտությունն է, որ կենդանիակը ինքը կարողանում է իրան թույլ տալ ուրիշ կենդանիակներին տառապանք պատճառել, եւ երբ որ ինքը դա անում է, այդ իր վերածնունդի անիվը սկսում է աշխատել։ Եվ ինքը իր ամեն կյանքում անում է եւ ինչ որ լավ բաներ, եւ ինչ որ կենդանիակներին տառապեցնում է։ Եվ երբ որ ինքը ինչ որ կենդանիակների տառապեցնում է, չէ՞, ուրեմն այդ վերածննդի անիվը սկսում է ավելի ու ավելի լուրջ պտտվել։ Հասկանում եք։ Եվ այդ մեթոդը, որ խնդիրը ինքը ուղղակի տգիտության մեջ է, եւ երբ որ կենդանիակը ինքը ստանում է ճիշտ գիտելիք, եթե ինքը թույլ է տալիս, որպեսզի այդ գիտելիքով ազդվի, չէ՞, այդ ժամանակ իր բոլոր հարցերը լուծվում են։ Եվ հիմա մենք արդեն քննարկում ենք այն տեքստերը, որտեղ խոսացվում է նրա մասին, որ դու այսպես տեքստը ինքը հնչեց այդպես, չէ, որ ինչպես որ խարույկի վառ կրակը փայտերը վերածում է մոխրի, այդպես էլ գիտելիքի կրակը ամբողջությամբ այրում է նյութական գործունեության բոլոր հետևանքները։ Երբ որ մենք տեսնում ենք մեթոդը, չէ, այսինքն ինչ է տալիս պես, այ ասենք ես նստեցի եւ կարդացի Աստծո մասին գիտելիքը, դա ինձ ինչ է տալիս ընդհանրապես, հասկանում եք, իսկ իրականում դա տալիս է մի շատ կարևոր բան։ Ամենաառաջի եւ ամենակարևոր բանը, որը ազդում է այն ազնվորության վրա, որը ինքը սկսում է իր հոգեվոր կյանքը, չէ, դա նա է, որ հնչում է այդ գաղափարը, որ Գերագույն Աստծո ազնվորը, որ կենդանի էակները կներեք, իրենք Գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկներն են։ Հա, եւ այդ հանգամանքը, որ իրանք անբաժանելի մասնիկներն են, այդ բերում է այդ հավասարության գաղափարը, որ երբ որ կենդանիակը ինքը լսում է այդ գաղափարները, չէ, եւ հատկապես երբ որ ինքը սկսում է կիրառել այդ գաղափարները, ինքը անմիջապես փոխում է իր պահվածքը։ Եվ այլևս երբեք եւ ոչ մի կենդանի էակի հանդեպ ինքը առաջինը չի ունենում բռնություն գործադրելու հակում, մրցակցելու հակում, հա, որովհետև հատկապես տեսեք, այդ գաղափարը, որ մենք բոլորս հավասար ենք եւ բոլորս Գերագույն Աստծո ազնվորության մասնիկներն ենք, չէ, այդ գաղափարը ինքը առաջանում է կենդանիակի մոտ, առաջացնում է կենդանիակի մոտ այն, որ ինքը հետ է կանգնում բռնությունից։ Հասկանում եք։ Իսկ վերածննդի գաղափարը կենդանիակին հետ է պահում մրցակցությունից։ Եվ կենդանիակը ինքը խաղաղվեց, մնաց մենակ իր ճակատագրի հետ, գիտակցելով, որ այն ամեն ինչը որ ինքը ստացել է իր ծննդյան պահին, դա այն է, ինչը որ ինքը վաստակել է իր անցյալ կյանքերում։ Ես միշտ ասել եմ, ասում եմ եւ ասելու եմ, որ եթե չի ընդունվում վերածննդի գաղափարը, չէ, ապա մենք չենք կարող բացատրել Աստծո արդարությունը։
ուղղակի անհնար է։ Այդտեղ գալիս է այդ մի նախադասությունը. Աստծո գործերը անքննարկելի են եւ վերջ։ Ինչ ուզեցել է արել է, մենք չենք կարող ասել, թե ինչի է ինքը ուզեցել, որ մեկը կույր ծնվի, մյուսը ստրկատիրական հասարակության մեջ, մյուսն էլ դեմոկրատիայի։ Ոչ պետք չի կարող այդ հարցին պատասխան տալ։ Բայց երբ որ հասկացվում է վերածննդի գաղափարը, չէ՞, ուրեմն կենդանիակներ իրանք դուրս են գալիս մրցակցության դաշտից։ Եվ երբ որ ինչ-որ մեկը բարձր ծնունդ ունի, հա, ավելի լավ ճակատագիր ունի, քան քոնն է, դու ընդամենը մի բան ես հասկանում, որ այս անձնավորությունը ինքը ինձանից ավելի շատ ճիքեր է գործադրել։ Դրա համար իր դիրքը հիմա ինձանից ավելի բարձր է։ Եվ վերջ։ Ով է ինձ խանգարում, որ հիմա էլ ես ճիքեր գործադրեմ եւ մյուս կյանքում ես լինեմ բարձր դիրքում, եթե իհարկե դա է իմ նպատակը։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն, այո, գիտելիքը ինքը անմիջական ազդեցություն է ունենում։ Հիմա մենք ձեզ հետ քննարկեցինք, չէ՞, որ երբ որ մենք խոսում ենք գիտելիքի մասին, ապա գիտելիքը յուրացնելու մշակույթ կա։ Դրա համար արիացիները, տեսեք, շատ հետաքրքիր է, էլի, որովհետև իրանք հենց գիտելիքն են համարում որպես մեթոդ հոգևոր առաջընթացի, հասկանում եք, ոչ թե մեդիտացիան, ոչ թե ինչ-որ բաները, այլ իմինը գիտելիքն են համարում, չէ՞։ Դրա համար ասվում է, որ գոյություն ունի 9 տեսակի նվիրված ծառայություն Աստծուն, եւ առաջի ծառայությունները դրանք լսել, կրկնել, գովերքել։ Հիշել, կներեք, լսել, կրկնել, դա գովերքելն է եւ հիշել։ Ռուսերենից միջև թարգմանում եմ, սխալվում։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ մենք, եթե դուք լսում եք նաեւ հոգևոր առաջընթացի օրինաչափությունների դասախոսությունները, ապա հենց վերջի անգամ մենք դրա մասին էինք խոսում, չէ՞։ Որ երբ որ կենդանիակը ինքը ընդամենը լսում է, այ հիմա դուք ինձ հիմա լսեցիք, եւ ինչ-որ բավարարվեցիք, փակեցիք կամ չբավարարվեցիք, փակեցիք, գնացիք։ Չէ՞։ Այդպիսի գիտելիքը, այդպիսի լսողությունը ինքը չի կարող տալ շոշափելի արդյունքներ։ Ինչու՞։ Որովհետև երբ որ կգա պահը, որ դուք պիտի գործեք, դուք այս գիտելիքը նույնիսկ չեք էլ հիշի։ Դուք միևնույնն եք միշտ կշարունակեք գործել այն բոլոր համոզմունքների համաձայն, ինչը որ ստացել եք ձեր ընտանիքում, դպրոցում կամ ինքներդ ձեր կյանքի հաշվին։ Հասկանում եք։ Դրա համար ես այնտեղ քննարկեցի, որ երբ որ կենդանիակը ինքը ուղակի լսում է եւ վերջ, եւ լսելուց հետո գնում է իր կյանքով ապրելու, ինքը ընդհանրապես ասում է. այս ինչ որ էստեղ խոսացվում է, ինձ համար հետաքրքիր է եւ ուրիշ ոչինչ։ Երբ որ կենդանիակը ինքը կրկնում է այդ գիտելիքը, այսինքն աշխատում է գիտելիքի հետ, ինքը փաստացի ասում է, որ այս գիտելիքը ինձ համար կարևոր է։ Հա, եւ միայն երկրորդ փուլից հետո է, այսինքն կրկնողությունից հետո է, որ տեղի է ունենում հիշողությունը։ Իսկ մենք դեռ կտեսնենք Բhagavad Gita-ում Աստծո ողորմածությամբ ետեղացնենք այնտեղ, չէ՞, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կասի ես եմ տալիս հիշողությունը։ Այսինքն միջև կենդանիակը չգործադրի այդ երկու ճիքերը, երբ որ ինքը լսում է գիտելիքը եւ կրկնում է այն, չէ՞, ինքը չի կարողանա։ Հասկանում եք, ինքը չի կարողանա իրան պահի այնպես, որ երբ որ իրավիճակ է գալիս, գործի համապատասխան այդ գիտելիքի։ Իսկ հենց այդ կամպանիետն է, որ գիտելիքը հասկանալուց հետո կենդանիակը ինքը պետք է գործի համապատասխան այդ գիտելիքի։ Հա, եւ այդ գործողություններն են, որ իրան դուրս են բերում նյութական աշխարհից։ Մենք սա պետք է հասկանանք, չէ՞։ Հիմա տեսեք, ինքը process-ը շատ հեշտ process է, չէ՞։ Եվ երբ որ մենք նայում ենք, իսկ հիմա մենք գործ ունենք, դուք կարող եք չընդունել, բայց եթե շարունակում եք ինձ լսել, ուրեմն ինչ որ մի չափով հասկացել եք, որ կարող է պատահի եւ իրոք Տեր Շրի Կրիշնան դա Գերագույն Աստծո անձնավորությունն է, հա։
բոլոր դեպքերում աստվածային բնություն ունեցող անձնավորություն է խոսում, այսպես ասենք, որ բոլորը բավարարված մնան, հա։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ոչ մի նպատակ չունի կենդանի էակին առաջինը տառապանք պատճառել, չէ՞։ Եվ երկրորդը դժվարացնել նրա հոգևոր կյանքը։ Հասկանում եք։ Այլ ուղղակի հակառակը։ Օրինակ ինչ է նշանակում այդ հայտարարությունը, որը մենք ձեզ հետ քննարկել ենք մի քանի անգամ, որ նա որ մեկ անգամ առանց վիրավորանքի կրկնում է Գերագույն Աստծո անձնավորության անունը, նրան ներվում են նրա ամբողջ նյութական աշխարհում գործած մեղքերը։ Այսա ինչ է նշանակում ընդհանրապես։ Հասկանում եք, ինչ հեշտության բան է, հա։ Չէ՞։ Եվ որովհետև հեշտ է, մարդ ինքը չի կարողանում հավատալ, որ այսքան հեշտ կարելի է հասնել այդ արդյունքին, չէ՞։ Իսկ ինչու է այդքան հեշտացված։ Իմիջիալոց հոգևոր կյանքը ինքը այդքան հեշտացված է մենակ աստվածամերժության դարաշրջանում։ Ինչու, որովհետև աստվածամերժության դարաշրջանում ծնվում են ոչ բարեպաշտ կենդանի էակները։ Այսինքն իրանք հակում չունեն ոչ մաքրության հանդեպ, ոչ փիլիսոփայության հանդեպ, առավել եւս կենտրոնացման հանդեպ, իրանց ամբողջ ուշքը միտքը իրանց նյութական վայելքներն են, չէ՞։ Եվ որպեսզի կենդանեակը ինքը կարողանա այդտեղից դուրս բրծնի, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը առաջարկում է շատ հեշտ, բայց ամենահզոր ձևը, որովհետև իր անունը իրանից չի տարբերվում։ Հասկանում եք։ Եվ սա ինքը ոչ հավատի հարց չի։ Սա փորձարկման հարց է։ Երբ որ ազնվորությունը ինքը փորձարկում է այդ անվան կրկնողությունը, չէ՞, եւ ասեք հետևում է, թե ինքը իրան ինչպես է զգում։ Երբ որ կրկնում է այդ անունները։ Եվ այստեղ իհարկե շատ կարևոր է, որ առանց վիրավորանքի, չէ՞։ Ուրեմն Գերագույն Տերը ինքը ընդհանրապես նպատակ չի հետապնդում, որպեսի, այսպես էլ ինչ-որ միտումնավոր առանց պատճառի կենդանեակներին տառապանք պատճառի։ Հասկանում եք։ Ինքը ունի ընդամենը մի հատ նպատակ նյութական աշխարհում, այսինքն այսպես է, երբ որ ինքը արարում է նյութական աշխարհը, չէ, կենդանեակները իրենք գալիս են նյութական աշխարհ, որպեսի իրականացնեն իրենց ցանկությունները, իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը արարում են նյութական աշխարհը, որպեսի օգնի կենդանեակներին, որ իրենք վերականգնեն իրենց հոգևոր գիտակցությունը, որովհետև այսինքն մաքուր սիրո հիմքի վրա, մաքուր սիրո գիտակցությունը, որովհետև այդ հիմքի վրա է, որ կենդանեակը ինքը կարողանում է մուտք ստանալ հոգևոր աշխարհ եւ այնտեղ ուղղակի հանգիստ ապրել երանելի կյանքով, չէ՞։ Եվ ուրեմն, երբ որ կենդանեակը ինքը ընդունում է հոգևոր գիտելիքը, չէ՞, այդ հոգևոր գիտելիքը ինքը այդ կրակի նման է, բայց ինքը կրակ է դառնում միայն երբ որ եղավ այդ երկու գործընթացը, այսինքն ես լսեցի եւ կրկնեցի։ Հիմա այսպես, եթե ես կարողացա հիշել գիտելիքը, դա անմիջապես նշանակում է, որ ես գիտելիքը այնպես եմ ուսումնասիրել, հա, որ իմ նյութական գիտակցության ինչ-որ մի մասը ջնջվել է։ Եվ այդտեղ իմ բանականությունը ինչ-որ մի մասով դարձել է հոգևոր։ Եվ դրա համար դա է պատճառը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինձ թույլ է տալիս, որպեսզի ես այդ գիտելիքը հիշեմ։ Իսկ երբ որ ես հիշում եմ, նորից եմ կրկնում, ես կարողանում եմ այդ գիտելիքով ուղղորդվել։ Հասկանում եք, երբ որ գալիս են կոնկրետ իրադարձությունները։ Հիմա երբ որ մենք խոսում ենք գիտելիքի մասին, չէ, բնականաբար մենք անմիջապես հասկանում ենք, որ գնում ենք խոսակցությունը գնում է բանականության որակի մասին։ Հենց դրա համար էլ Տեր Քրիստոսն ինքը այս գլուխը սկսեց այդպես։ Ինքը ասեց էգոիզմը կարելի է հաղթահարել միայն հոգևոր բանականությամբ։ Հա?
Հիմա, բայց այստեղ կա մի շատ կարևոր նրբություն։ Հոգևոր գիտելիքը ինքը նախատեսված չի։ Ինքը նախատեսված չի գերագույնը կենդանիակներին նյութական երջանկություն տալու համար։ Իրականում, եթե մենք վերցնում ենք գերագույն Աստծո անձնավորության մտադրությունների տեսանկյունից, չէ, ինքը կենդանիակներին նյութական աշխարհում ապրող հոգևոր գիտելիքը տալիս է նրա համար, որպեսզի այդ հոգևոր գիտելիքը այրի եւ մոխրացնի կենդանիակի նյութական գոյությունը։ Հասկանում եք, թեկուզ մենք ասենք, տեսնում ենք, որ այո, իհարկե, դու ինքը Տեր Քրիստոսն ինքը Բաղավար Գիտայում ասեց, որ առաջի մարդիկ, առաջի կենդանիակները, որոնք գալիս են իմ մոտ, դրանք են, ովքեր որ բան են, ասեք, տառապողներն են, հա? Եվ այո, իհարկե, իրանք գալիս են այդ մոտիվով, որ ուզում են ազատվել տառապանքներից եւ հաստատվել նյութական երջանկության մեջ։ Եվ սա բնական մոտիվ է, չէ՞, հասկանում եք, բայց այդ բնական մոտիվ լինելով հանդերձ, միևնույն է, հոգևոր գիտելիքը, թեկուզ եւ որպես երկրորդական արդյունք, կարող է տա ինչ-որ նյութական պտուղներ, չէ, եւ մենք շատ ենք խոսել նրա մասին, որ այդ 4 էտապների մեջ նյութական պտուղները առաջի էտապում տառապանքից ազատվել, երջանկության մեջ հաստատվել, երկրորդ էտապում իմաստություն ձեռք բերել, սրանք նյութական արդյունքներ են, երրորդ էտապում միստիկական ուժեր ձեռք բերել, սա նույնպես նյութական արդյունք է, եւ միայն չորրորդ էտապում այդ 3 էտապների նյութական արդյունքները կարելի է ստանալ։ Հա, բայց զուգահեռ միշտ առաջի էտապում սկսվում է ուրեմն հոգևոր պտուղը, դա որն է հոգևոր պտուղը, դա այն է, որ կենդանիակը ինքը սովորություն է ձեռք բերում իր գործողությունները դնել գերագույն Աստծո անձնավորության ղեկավարության տակ։ Հասկանում եք։ Հիմա երկրորդ էտապի հոգևոր պտուղը որն է։ Երկրորդ էտապի հոգևոր պտուղը դա ազատագրումն է։ Հա, երրորդ էտապի պտուղը դա երհոգու իրականացումն է, եւ չորրորդ էտապի հոգևոր պտուղը դա գերագույն Աստծո անձնավորության հետ հարաբերությունների վերականգնումն է։ Հա, տեսեք, այսինքն զուգահեռ գնում է նյութական պտուղը եւ հոգևոր պտուղը, բայց վերջնականում մենք պետք է հասկանանք, որ հոգևոր գիտելիքը ինքը նախատեսված է հոգևոր պտուղների համար։ Հա, եւ երբ որ կենդանիակը ինքը փորձում է շահագործել այդ գիտելիքը նյութական բաների համար, նյութական նպատակների համար, ապա ոնց ասեմ, գիտելիքի այն հոգևոր բանը, տեսեք, այսինքն հոգևոր գիտելիքը ուսումնասիրելուց, չէ, ինքը ինչի հաշվին է տալիս նյութական բանը, նյութական պտուղը, նորից գիտելիքի հաշվին է, չէ, տալիս, այսինքն ինքը գիտելիքը, ինքը համ նյութականի վերաբերյալ, համ հոգևորի վերաբերյալ գիտելիք է տալիս։ Հիմա, երբ որ կենդանիակը ինքը, այսպես էլի, վերցնում է նյութական պտուղը, որպեսզի շարունակի իր ճանապարհը եւ օգտագործում հոգևոր պտուղը ստանալու վրա, հա, այդ դեպքում ինքը կարողանում է գիտելիքի եւ նյութական մասը եւ հոգևոր մասը հիշել։ Հասկանում եք։ Հիմա, իսկ եթե կենդանի էակը ինքը ուրեմն դառնում է ուղակի նյութական պտուղը վայելող, ինքը հոգևոր գիտելիքի նյութական մասը հիշում է, իսկ հոգևոր մասը ոչ։ Հա, ինչի համար, տեսեք, այսպես է ինքը աշխատում, ընդհանրապես։ Գիտնականները կասեն ենթագիտակցությունն է այդպես աշխատում, ինձ համար մեկ է մենք դրա անունը ինչ կդնենք, բայց երևույթը ինքը այսպիսինն է, ամեն ընթացքում, չէ, մենք հիշում ենք այն, ինչ մենք կարևորում ենք, այսինքն ես կարող եմ
նստել, այդ հոգևոր գիտելիքը, ուսումնասիրել, չգիտեմ, ձևացնել, որ այդ ամեն ինչը ինձ հետաքրքիր է, չէ՞, որտեղ մենք դες արդեն քննարկել ենք, որ աստվածամեժության դարաշրջանում հոգևոր դաշտում ինքը մի կոմպոնենտ է մտնում, որը ուրիշ ոչ մի դարաշրջանում չկա, ուղղակի չկա։ Հասկանում եք, դա հոգևոր կեղծարարներն են։ Երբ որ գործում է աստվածակենտրոն դարաշրջանները, չէ, այդ կեղծ կրոնականության դաշտը ստեղծելու իմաստ չի լինում, որովհետև նյութական դաշտը ինքը բաժանվում է երկու մասի, լինում են պետություններ, որոնք իրական կրոնական են, եւ լինում են պետություններ, որոնք իրական աթեիստական են, եւ ամեն հոգի, թե ինքը այդ պահին իր զարգացման մակարդակի համաձայն կամ իր արժեքային համակարգի համաձայն ինչպիսի ծնունդի է արժանի, ինքը ծնվում է կամ հոգևոր դաշտում, կամ նյութապաշտների դաշտում, պետության մեջ։ Աստվածամեժության դարաշրջանում իրական կրոնականության դաշտը ոչնչացվում է։ Բայց միևնույն է միշտ կան հոգիներ, որոնք իրենք դիմում են կրոնին։ Որպեսզի այդպիսի ազնվորություններին նույնպես լինի ղեկավարել, ստեղծվում են կեղծ կրոնականության դաշտեր։ Եվ աստվածամեժության դարաշրջանում հիմնական պատկերը այն է, որ կա աթեիստների դարաշրջան եւ հիմնականում կեղծ կրոնականության դարաշրջան կամ թերի, եթե նույնիսկ ճիշտ, բայց թերի։ Հասկանում եք, չէ՞, այս է իրականությունը ինքը սա է, եթե տենց ինչ-որ ձևեր չթափենք, բան այդ նախապաշարմունքները, բանը, ֆանատիզմը, եսի միջա, եթե ֆանատիզմի հիմքի վրա ամեն ինչին նայենք, ամեն ճշմարտություն խոսացող են կարելի է տանել Հիսուսի պես խաչել, վառել, եսի միջ անել։ Հասկանում եք։ Բայց եթե մենք հանգիստ ենք քննարկում, այսինքն ճշմարտությունն է հետաքրքրում մեզ, ապա եթե մի վարքյան բանականությունը միացնենք, մի հատ նայենք, տեսնենք ինչ է կատարվում, անմիջապես կարող ենք հասկանալ, թե ասենք այդտեղ ինչի մասին է խոսքը, չէ՞։ Ուրեմն տեսեք, այդ կեղծ կրոնականությունը, երբ որ ինքը մտնում է, չէ՞, այնտեղ ինքը արտաքինից դա կրոնականություն է, որը էությանը չի հետևում։ Այսինքն հոգևոր գիտելիքը ինքը շահարկվում է նյութական նպատակների համար։ Հասկանում եք, եւ այդ ժամանակ հոգևոր գիտելիքը ինքը աշխատող չի։ Ինքը ոչ մեղքեր է վառում, ոչ ազատագրում է, ոչ եսի միջ է անում։ Ինչքան ուզում ես, քո համար դիր, ուսումնասիրի, եսի միջ արա։ Այսինքն մարդիկ կան, որոնք իրանք սուրբ գրվածքները անգիր են անում, բայց ոչ թե նրա համար, որ հոգևոր առաջընթաց ունենան, այլ անգիր են անում, որպեսզի այմա կրոնական կազմակերպության մեջ կարողանան պաշտոն ունենալ, որովհետև գիտունիկ են։ Հասկանում եք, այդ բաները իրանք միայն աստվածամեժության դարաշրջանում կան այդ երևույթները։ Եվ իհարկե այդ երևույթները իրանք շատ են բարդացնում հոգևոր կյանքը, չէ՞, որովհետև այո, կեղծը ինքը իրականին է ասում, դու ես կեղծը, իրականն էլ ինքը ասում է, որ դու այսա կեղծն է, ոչ մեկ չի հավատում։ Ինչու, որովհետև հիմնականում մարդիկ իրան գտնվում են տգիտության գոյավիճակի ազդեցության տակ։ Իսկ տգիտության գոյավիճակի ազդեցությունը ինքը այսպիսին է։ Ազնվորությունը սևը ընդունում է սպիտակի տեղ, սպիտակը ընդունում է սևի տեղ, բայց վստահ է, որ ամեն ինչ տեսնում է ճիշտ։ Всё։ Այդտեղ բոլոր տեսակի ճշմարտության հասնելու ճիքերը այսպես գտնում են իրանց գերեզմանը։ Եվ վերջ։ Չէ, եւ ասենք խորամանկ աթեիստները իրանք այնպես են խճճում, ոչ թե միայն հոգևոր դաշտը, կյանքի բոլոր ոլորտներում, այնպես են խճճում ամեն ինչ, որ մարդու համար սովորական է դառնում մածունին ասել սև է։ Եվ վերջ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, այստեղ շատ կարևոր է այդ հանգամանքը, թե ինչպիսի վերաբերմունք է կենդանիակը դրսևորում հոգևոր գիտելիքի հանդեպ, չէ՞։
Ուրեմն մենք տեսանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ուրեմն խոսում է նրա մասին, որ բոլոր տեսակի չարիքները, չէ՞, ուրեմն բան է բոլոր տեսակի մեղքերը ինքը վառում է։ Հիմա տեսեք, երբ որ խոսացվում է, ես մի անգամ արդեն այս թեման քննարկել եմ, հիմա երկրորդ անգամ եմ քննարկելու, չէ՞, երբ որ խոսացվում է նրա մասին, որ պտուղները վառվելու են, մարդիկ իրանք սովորաբար հասկանում են այնպես, որ միայն վատ պտուղները պիտի վառվեն։ Բայց իրականում վառվում են բոլոր տեսակի նյութական պտուղները։ Հասկանում եք։ Այսինքն ոչ մնում է այն ճակատագիրը, որը մեզ պիտի տառապանքներ տար, ոչ էլ մնում է այն ճակատագիրը, որը մեզ պետք է նյութական երջանկություն տար։ Հասկանում եք։ Բա ի՞նչն է մնում։ Հա, մնում են այն իրադարձությունները, որոնք մեր հոգևոր կյանքի համար բարենպաստ են։ Հա, հիմա, իսկ ի՞նչն է հոգևոր կյանքի համար բարենպաստ, ընդհանրապես, ինչի մասին է այստեղ խոսքը։ Տեսեք, մարդիկ իրանք հաճախ չեն հասկանում, չէ, ու ասենք մտածում են, որ գաղափար կա այդպիսի, որ մարդը ինքը զբաղվում է հոգևոր կյանքով, եւ ինչ-որ փորձություններ են սկսում իր կյանքում, եւ ինքը ուրեմն պետք է հիմա հասկանա, թե այսինչ էր, ինչու համար էր, եւ ասում են Աստված քեզ փորձում է։ Ես արդեն մի անգամ քննարկել եմ այս թեման, սկզբունքորեն չեմ կարող համաձայնվել այդ գաղափարի հետ, որովհետեւ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդքան տգետ չի եւ այդքան անկարող չի, որ ասենք, չգիտեմ, էլի, սովորական հոգեբանը ինքը կարող է հասկանալ, թե ազնվորության տեստեր կարող է անցկացնել եւ հասկանալ, թե ազնվորությունը ինքը ինչ պոտենցիալ ունի կամ ինչ, հա, իսկ Գերագույն Աստծո ազնվորությունը, որը մեր սրտի մեջ նստած է եւ մեր մասին ամեն ինչ գիտի, ինչ որ անհրաժեշտություն ունի մեզի փորձարկումների ենթարկի, որպեսզի բան ստուգի մեր հավատը։ Ես դա մի անգամ ասել եմ, դա դաժանություն է, որովհետեւ դա նման է այն բանին, որ ծնողը իր փոքրիկ երեխային, որը նոր է սովորում քայլել, իրան փորձություն տա, այդպիսի, որ այ դու հիմա պետք է վազելով գնաս, չգիտեմ, 2 կանգառ ներքև, հետո վազելով հետ դառնաս, որպեսզի ապացուցես, որ դու արժանի ես իմ երեխան լինես։ Օրինակի համար եմ ասում, էլի որ կոպտացնենք, որ իմաստը հասկացվի։ Սա դաժանություն է։ Եթե չասենք ավելի կոպիտ խոսքեր, որտեղ Աստծո մասին ենք խոսում, չենք ուզում մեզ թույլ տանք այդպիսի բան։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դա իրականում այդպես չի։ Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ մենք այդ փորձությունների մասին են խոսում, այո, իհարկե կա այդպիսի երևույթ, որ անձնավորությունը ինքը կարող է ընդունել կրոնը, եւ հետո մեկ էլ ինչ-որ իրադարձություններ կարող են, ոչ բարենպաստ անհանգստություններ կարող են գալ իր կյանք, չէ՞։ Աստվածամեժության դարաշրջանում դա տեղի է ունենում 2 պատճառով։ Մեկը դա նա է, որ աթեիստները չեն հանդուրժում հոգևոր իրական հոգևոր դաշտը։ Եվ եթե դուք փորձում եք, այսինքն ոչ թե դուք ձևական եք, չէ՞, տեսեք, մենք նույնիսկ ասենք այդպես էլի, կենցաղում հենց այդպես էլ ասում են աթեիստները, որ երբ որ մարդը ինքը սկսում է լուրջ փորձել զբաղվել կրոնականությամբ, այսինքն փորձել հետևել կրոնականության բարոյականության օրենքներին եւ այլն, ասենք ճգնություններ անել կամ ապրել հոգևոր կյանքով, չէ՞, անմիջապես մտերիմները իրենք անհանգստանում են եւ ինչ են ասում իրեն. մի լրջացրու, այդքան մի խորացի այդ ամեն ինչի մեջ։ Ինչ է շակում։ Մարդը զբաղվում է հոգևոր կյանքով, բայց չպիտի խորանա հոգևորի իմաստի մեջ, որն է մաքրությունը։ Դա ով կարող է այդպիսի պահանջ դնել, չէ՞։ Հասկանում ենք, չէ՞, որ իրանք հոգևոր մարդիկ իրանք չեն տա, իրանք հակառակ, իրանք պիտի ուրախանային։ Իրանք ասեն, վայ, էս ինչ լավ է, որ դու նույնպես, իրանք իրենց հերթին պիտի հաստատված լինեին մաքրության մեջ եւ պիտի ուրախանային, եթե իրանք զավակները նույնպես այդ ճանապարհով են գնում։
Համաձայն եք, թե համաձայն չեք։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա ուրեմն, չէ, այդ բաները, դերեք ես ինքս ինձ շեղեցի։ Լավ, մի կետից սկսեմ, հետո հիմա կգամ, հա, որտեղ որ կանգնեցի։ Հա, ուրեմն քննարկում ենք այդ թեման, փորձությունների թեման ենք քննարկում։ Ուրեմն բա երբ է Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը փորձություն տալիս։ Այդ ինչ որ կոչում ենք փորձություն։ Ես արդեն մի անգամ քննարկել եմ։ Երբ որ կենդանի էակը հոգևոր կյանքում ինքը պատրանք ունի, որ ինքը ինչ որ առաջընթաց ունի, բայց իրականում չունի։ Այդ ժամանակ Գերագույն Աստծո ազնվորությունը հոգևոր մարդուն ինչ որ մի իրադրության մեջ է դնում, որտեղ իրա ինչ որ մի արատավոր բնությունը բարենպաստ պայմաններ է ստանում, որ արտահայտվի։ Հա, այդ որ արտահայտվի, դա ոչ թե փորձություն է, այլ նրա համար է, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը դա տակից հանում է, որպեսզի ազնվորությունը ինքը գիտակցի, որ այս արատը իր մեջ քնած վիճակում սպասում է իր ժամանակին։ Եվ այն, որ ինքը մտածում է, որ ինքը մաքրվել է, դա իլյուզիա է։ Հասկանում եք։ Այ դուք միշտ պետք է հասկանաք, էլի, որ կրոնականությունը ինքը դա ռեալ կյանք է, եւ ձևականությունները այստեղ չեն անցնում։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը անպայման, եթե մենք կեղծավորությամբ ենք կրոնով զբաղվում, հետապնդելով ինչ-որ նյութական գաղափարներ, ինքը մշտական մեզ այնպիսի իրադրությունների մեջ է դնելու, որպեսզի այդ մեր մեջի ծինիվայս տարանա, հա, այդ ստվերային մասը մեր այդ թաքցված թերությունը ինքը դուրս գա։ Ինչի համար, որտեղ եթե դուք անկեղծ հոգևորական եք, հենց որ էսի ֆիքսեցիք ձեր մեջ, դուք սկսում եք դրա վրա աշխատել։ Եվ շնորհակալ եք լինում Աստծուն նրա համար, որ ինքը ցույց տվեց, որ դուք այդ թերությունը ունեք։ Հասկանում եք։ Որն է աշխարհի ամենամեծ սատանիզմը։ Աշխարհի ամենամեծ սատանիզմը դա նա է, որ այսքան չնչին հոգին ինքը մտածում է, որ կարող է Գերագույն Աստծո ազնվորությանը խաբել։ Եվ ձևացնել, որ ինքը ինչ-որ բան, եսի մի ինչ կրոնական է, բայց իրականում հետապնդել միայն նյութական նպատակներ։ Հասկանում եք, այդպիսի գործողությունները իրանք հենց այդտեղ է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կարող է շատ խիստ պատասխան տալ։ Եվ դա է այն կետը, որտեղ որ ջղայնություն են ապրում անկեղծ նվիրալները Աստծուն։ Դա միակ կետն է։ Այդ ինչ թերություն ուզում է կենդանիակը ունենա, քանի ամեն ինչը արդարության եւ ճշմարտության դաշտում է, եւ Գերագույն Աստծո ազնվորությունը եւ նրա մաքուր նվիրալները իրանք անսահման համբերություն ունեն։ Բայց հենց որ մտնում է կեղծիքը, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը սկսում է ջղայնանալ, որովհետեւ իրականում այդ կրոնականության մեջ կեղծիքով մտնելը, չէ, դա հասկանում եք Աստվածով է։ Հասկանում եք, չէ, որ այդ դաշտ մտնել կեղծիքով դա ինչ լկտիություն է իրականում, էլի։ Դրա ազնվորությունը ինքը իր ներսում ինչպիսի լկտիություն պիտի ունենա, հասկանում եք, որ այսպես էլի, այսինքն ինքը իրականում չի, որտեվ եթե ինքը հավատա Աստծուն, ինքը այսինքն իմանա, որ Աստված կա, ոչ թե հավատա, խոսքը ճիշտ խոսք չի։ Եթե ինքը ճանաչի Աստծուն, հասկանա, որ Աստված կա, ինչպես կարող է իրան այդպիսի բան թույլ տալ։ Եվ դրա համար Մակսիմիլիան Թակուրը ինքը ասում էր, չկա այս աշխարհում ավելի վատ կենդանիակներ, քան կրոնական կեղծարարները։ Հասկանում եք։ Սա ինքը շատ կարևոր թեմա է։ Հիմա Եվ մենք քննարկում ենք այդ թեման, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նպատակ չունի դժվարացնել կենդանիակի հոգևոր կյանքը։ Եվ երբ որ ինքը որպես ազատագրման մեթոդ առաջարկում է կենդանիակին ընդհանրապես
ուսումնասիրել իր մասին գիտելիքը, այսինքն կարդալ եւ կրկնել այդ գիտելիքը, չէ՞, դրանից ավելի հեշտ բան ընդհանրապես այս աշխարհում գոյություն ունի, չէ։ Հասկանում եք, չկա դրանից ավելի հեշտ բան, դրանից ավելի հեշտ բան մեկ էլ այդ Աստծո անունները կրկնելն է, որտեղ այնտեղ բանականությանը զոր չես տալիս։ Հասկանում ինքը երկու այնպիսի հեշտության բան է առաջարկել, այնպես է հեշտացրել հոգևոր կյանքը, չէ, որ էլ ասելու չի, բայց այդ դա է, որ կենդանեակը ինքը պետք է լինի անկեղծ, եթե կա անկեղծություն, ուրեմն հոգևոր գիտելիքը ինքը բացարձակապես կատարում է այն ֆունկցիան, որը այստեղ Տեր Կրիշնան ինքը քննարկեց, հա, եւ հիմա տեսեք, ես վերջի թեման, որ մենք քննարկեցինք, դա է, որ երբ որ ասվում է, որ հոգևոր գիտելիքը ինքը այրում է պտղաբեր գործողության բոլոր պտուղները, ինքը այրում է եւ լավը, եւ վատը, եւ թողնում է միայն այն կամ տալիս է այնպիսի սիտուացիաներ դրանից հետո, որոնք նպաստում են, որպեսզի մենք հոգևոր զարգացում ունենանք։ Իսկ այ հոգևոր զարգացման համար կենդանեակին պետք է հանգիստ կյանք, խաղաղ եւ հանգիստ կյանք։ Հասկանում եք։ Եվ մենք պետք է հասկանանք, որ բոլոր նրանք, ովքեր նպաստում են մեր հանգստությանը, երբ որ մենք զբաղված ենք հոգևոր կյանքով, այդ բոլոր անձնավորությունները իրենք անկեղծ են եւ իրենք բարենպաստ են մեզ համար։ Բոլոր այն անձնավորությունները, որոնք իրենց ամբողջ պահվածքով միայն շեղում են մեր ուշադրությունը Աստծուց եւ կենտրոնացնում են իրենց նպատակների, իրենց շահերի, իրենց էգոիզմի մեջ մեզ օգտագործելու համար, հա, այդ ազնվորությունների հետ շփուտները իրենք ոչ բարենպաստ են։ Իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ արագ, կոպիտ ասած, այսպես հետ է բրդում ամեն ինչ, ինչ որ ոչ բարենպաստ է։ Հա, եւ ցանկացած նվիրալ ինքը գիտի, որ երբ որ ինքը սկսում է պատշաճ կերպով մանտրա կրկնել կամ աղոթել Աստծուն, չէ, առաջին բանը որ տեղի է ունենում, ես միշտ ասում եմ, իր շուրջ այսպես մի հատ դատարկության բուֆեր է առաջանում, չէ, այս բոլորը լուր հեռանում են տարածության վրա, ոչ թե պրոստը вообще, այլ պրոստը տարածության վրա։ Ու դու մեկ էլ քեզ հայտաբերում ես մի հատ իրավիճակի մեջ, որտեղ դու շատ ազատ ժամանակ ունես, որտեղ դու շատ հաճախ մնում ես մենակ եւ եւ ինչի համար է Գերագույն Աստծո ազնվորությունը դա անում, որ դու կարողանաս ուսումնասիրես գիտելիքը։ Դա է իր հոգատարությունը։ Այսինքն ամեն ազնվորություն, որը ինքը ճիշտ ճանապարհով է գնում, ինքը այդտեղ հանդիպում է միայն եւ միայն Գերագույն Աստծո ազնվորության հոգատարությանը։ Ոչ մի հոգևոր կյանքը բարդացնելու տրամադրություն Գերագույն Աստծո անձնավորությունը չունի։ Եթե մեր կյանք գալիս են անձնավորություններ, որոնք իրենք անհանգստություն են բերում մեր կյանք, դա իրենց նախաձեռնությունն է։ Աստծո հետ դա ոչ մի կապ չունի։ Հասկանում եք։ Եվ այս թեման ինքը իրականում շատ կարևոր թեմա է եւ այ մենք պիտի հասկանանք, որ որովհետեւ ես այդպիսի փորձ ունեմ, որ երբ որ հոգեվոր կյանքը ընդունելուց կարելի է կորցնել քո լավ ճակատագիրը եւ խրվել, ասենք ինչ որ մի ոչ թե խրվել, այլ կարելի է կորցնել եւ լավ ճակատագիրը, նյութական տեսանկյունից լավ ճակատագիրը, հա, եւ ստանալ բարենպաստ պայմաններ զբաղվել հոգևորով։ Այսա դուք պետք է իմանաք, որ այրվում է ոչ միայն վատը, այրվում է ընդհանրապես նյութական բոլոր պտուղները։ Եվ մնում է այն ամեն ինչ, որ նպաստում է մեր հոգևոր զարգացմանը։ Մի կողմից,
Գերագույն Աստծո անձնավորությունը անում է ամեն ինչ, որ մենք ապրենք հանդարտ, մեկուսի, հանգիստ կյանքով, որպեսզի կարողանանք լուրջ զբաղվել հոգևորով, հա, իսկ մյուս կողմից, եթե մենք գերագնահատում ենք մեր հոգևոր առաջընթացը, ինքը անպայման ստեղծում է մեզ համար անհանգիստ իրավիճակներ, հա, որում արտահայտվում են, եթե ուշադիր եղեք սրանից հետո, որում արտահայտվում են մեր թերությունները։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ մենք կարողանում ենք աշխատել թերության վրա։ Եվ այդ ժամանակ հոգևոր կյանքը ինքը ընթանում է խաղաղ եւ ահա որ բարենպաստ պայմաններում։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն։